Բարև ձեզ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Այսօր Հայաստանյաց բոլոր եկեղեցիներում տոնական ղողանցներն ավետում են Քրիստոսի գեղեցիկ հրաշափառ հրաշքներով լի այն ծննդյան մասին, որը ոչ միայն անհատ մարդկանց կյանք փոխեց, այլ ամբողջ աշխարհի։ Այսօր մենք էլ իբրև հոգևոր մարդիկ, ովքեր հոգին առավել են գերադասում, քան մարմինը, ամբողջությամբ 2000-ամյա ժամանակահատվածի կտրվածքը հաղթարելով կարողանում են հաղորդակից լինել հովիվների ուրախությանը, որոնք հրեշտակների ավետիսն առան փառք Աստծուն բարձունքներում, խաղաղություն երկրի վրա եւ հաճություն մարդկանց միջև։ Մենք էլ յուրովի դարձանք այն թագավորներից, ովքեր իբրև մոգեր աշխարհի տարբեր մասերից եկան եւ խոնարհվեցին մանուկ Հիսուսին։ Խորհրդանշելով այն ամբողջ բազմազան ազգությունների, բազմատեսակ տարբեր տարիքի, կրոնի, հավատամքի, տարբեր կենցաղի մարդկանց մանուկ Քրիստոսի առաջ խոնարհումը եւ խորքում նաեւ հոգեվորացումը ցույց տալու համար, որ Քրիստոսի ծնունդը իրոք հեղափոխող եղավ ամբողջ աշխարհի համար։ Աշխարհի ամենապարզ մարդիկ, հովիվները եւ ամենաիմաստուն մարդիկ, նրանք, ովքեր գիտությանը տեղյակ էին եւ անգամ դրանով իմացան մանուկ Հիսուսի ծնունդը, եկան եւ իրենց ուրախությամբ, նաեւ խոնարհմամբ ցույց տվեցին, որ երկնքի եւ երկրի թագավորի ծնունդը բոլորին այլ է սովորական աշխարհի արքաների ծնունդից։ Այնպես ինչպես որ հաճախ մեծ թագավորներ իրենց զավակներին ի ցույց տնում են ամբողջ իրենց ժողովրդին ամբողջ պետության մեկ տարածվում էր մունետիկների խողանջը ասելով, որ թագավորին զավակ է ծնվել։ Նոր ժառանգ ունենք։ Այս դեպքում ավետող եղան հրեշտակները եւ մենք իբրև նոր հովիվներ եւ նոր թագավորներ կարող ենք գնալ եւ մեր խոնարհումը բերել մանուկ Հիսուսին։ Քրիստոնյա աշխարհը այժմ, երբ 2 միլիարդից ավելին է, իր բազմատեսակ ազգություններով հանդերձ, տեղային տարբեր ավանդույթներով հանդերձ, այս տոնի շրջանակներում կարողանում է միավորվել, դառնալ մի սիրտ, մի հոգի։ Եվ ինչպես Սուրբ Հովան Ոսկեբերան հայրապետն է ասում, այս տոնը տոների տոնն է, գլուխն է տոների այնքանով, որ եթե չլիներ Սուրբ Ծնունդը, չէին լինի բնականաբար եւ մկրտությունը, չէր լինի եւ խաչելությունը, եւ հարությունը, եւ գեղեցիկ համբարձումը, եւ այն խոստման կատարումը, որ Քրիստոսով եղավ մեր նկատմամբ։ Հետեւաբար սա սկիզբն է, սա գլուխն է, սրանով դուռն է բացվում մեզ համար այն ավետման, որը ոչ միայն հրեաների, այլև ամբողջ աշխարհի համար դեռևս հարյուրամյակներ շարունակ դրանից առաջ ավետել էին այն մարգարեները, որոնք ակնդետ սпасել էին տվել մի ամբողջ ժողովրդի փրկչի գալստյանը։ Եվ իզուր չէ, որ մի տեսակ պատրաստվեց ամբողջ աշխարհը սրան։ Եվ մենք տեսնում ենք, որ ինչպես որ Հովհաննես Մկրտիչը Քրիստոսից առաջ գնաց, նույն կերպ Քրիստոսի ծնունդից առաջ դեռևս դարեր շարունակ միտքը, հոգին, մարդկային կենցաղը, մտածողությունը, կրոնների զանազան այդ խառնամբող հանդիսացող ռոմեական կայսրությունը իր ձևի մեջ ինչ-որ սպառման վիճակի հասել էին եւ սպասում ունեին։ Եվ այդ սպասումը եղավ Քրիստոսի ծննդյան երկունքը, որ շատ-շատերի համար դարձավ հոգևոր երկունք։ Եվ այնպես ինչպես որ ամբողջ աշխարհը հետաքրքիր կերպով հալածանք ունենալով այդ քրիստոնեության նկատմամբ 3-4 դար հետո համահավասար կերպով այլևս ընդունվեց ոչ միայն որպես պարզ եղած կրոնների շարքում իբրև ընդունելի կրոն, այլ միակ կրոն, միակ բացարձակ եւ ճշմարիտ կրոն, ոչ թե բռնության ոգու մեջ, այլ այն սիրո քարոզությամբ, որ Քրիստոս արեց։ Բոլոր թագավորների համեմատությամբ առանց զորք ունենալու, առանց զենք ճոճելու, դեռևս իր կյանքում բոլոր թագավորներից ամենաքիչ քայլած եւ շրջագայացը լինելով հանդերձ, ինքը իր հրեական միջավայրի մեջ քայլած քարոզած լինելով հանդերձ աշխարհը նվաճեց այն հոգով, այն սիրով, որով նվաճվեցին այդ ժամանակվա խստասիրտ շատ մարդկանց, սկսած պարզ ձկնորսներից մինչև իշխանավորների, հաճախ սառնացած սրտեր։ Եվ հետեւաբար ինչպես որ աշխարհն է գրանցում Քրիստոսի ծնունդից առաջ եւ հետո նախքան Քրիստոս եւ հետ Քրիստոս տարեգրություն, նույն կերպ թերևս մենք ամեն մի դարաշրջանի դիտարկումն ունենալով թե ինչ է արել քրիստոնեությունը այս կամ այն պետության ժողովրդի կյանքում կարող ենք ասել, որ ամեն մեկս ընդհանրական իմաստով իբրև ժողովուրդ եւ ամեն մարդ անձնաբար իր կյանքում դեռևս կարող է գծել եւ ասել. Իմ ծանոթությունը Քրիստոսին, իմ կյանքն ինչ արեց, եւ հետաբար ես կյանքս կարող եմ բաժանել Քրիստոսից առաջ եւ հետո։
Սուրբ Ավետարանն ասում է, որ երանի նրան, որ մանուկ ժամանակվանից իր սիրտը տալիս է Աստծուն։ Երանի նրանց, ովքեր մանուկ շրջանից արդեն Աստծուն ճանաչելով Քրիստոսի ծննդյան եւ մկրտության խորհուրդը մանկական շուրթերով բարբարած եւ մանկան պարզ հայացքով գրանցած իր մեջ ամբողջ կյանքը կառուցել է այս ավետիսի վրա։ Բայց որքան շատ մարդիկ ունենք, ովքեր իրենց կյանքի փնտրտուքի երկարատև փնտրտուքի արդյունք են ունեցել Քրիստոսի ծննդյան հայտնությունն իրենց համար։ Այն մարդու, ով որ ոչ միայն պարզ մարդ եղավ ի տարբերություն բոլոր փիլիսոփաների, հայտնի քարոզիչների, թագավորների, զորավարների, պետական գործիչների, այլ նաև իբրև կատարյալ Աստված մեր մեջ հայտնվելով։ Մեր սուրբ հայրերը բազմաթիվ ջարեր ունեն նվիրված Քրիստոսի մկրտության եւ ծննդյան այս գեղեցիկ տոնին։ Մենք միասնաբար երկու տոն ենք շեշտում, երբ ասում ենք Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Եվ սրա մեջ խտացնում ենք նաեւ մեր մուտքը հոգեվոր դաշտ, այնպես ինչպես որ չմկրտված մարդը, որպես այդպիսի եկեղեցու դեռևս որ իրավունք չունի, ձայնի իրավունք չունի, այդ կերպ էլ մկրտությամբ մենք մտնելով արդեն եկեղեցու տարածք, կարողանում ենք օգտվել երկնքի արքայության նախատիպն հանդիսացող եկեղեցու քրիստոնեական ընտանիքում եղող մյուս անդամների հավասար իրավունքներից։ Քրիստոսի ծնունդով ոչ թե Աստված է խոնարհվում միայն, այլ մարդն է բարձրանում։ Մարդու տեսակի նկատմամբ խորագույն գնահատանք է տեղ ունենում, որ այդքան մեծ սեր կա այն մարդու նկատմամբ, որը թվում է թե պատահականությունից կարող է մահանալ։ Իր կյանքի իմաստը մինչև վերջ չբացահայտած մահանալ, բայց այժմ տեսնում ենք, որ երկնքի եւ տիեզերքի արարիչ Աստված խոնարհվում է մարդկանց։ Խոնարհվում է դառնալով պարզ մարդ, այնպես ինչպես բոլորս ենք։ Եվ ինչպես հավատամքի մեջ ենք մենք շեշտում ասելով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից եւ վերցրեց այն, ինչ որ ունի մարդը, հոգի, մարմին եւ միտք։ Եվ սա ճշմարտապես եւ ոչ թե երևութապես, թվացial, աչքին երևացող կերպով։ Եվ սրանով ցույց տրվեց, որ ոչ թե ի տարբերություն հին կրոնական հեթանոսական ընկալումների, որտեղ այս կամ այն Աստվածը կարող էր մարմնանալ այս կամ այն կենթանու մարդու տեսքով, Քրիստոս մարդացավ, մարմնացավ, կատարելապես մարդ եղավ, մնալով կատարելապես Աստված։ Սուրբ ծննդյան առիթով, երբ զանազան մենք հոգևորականներ, տնօրտներ են այցելում, գեղեցիկ շարականը կա, որտեղ ասում ենք. հորից չբաժանվելով Սուրբ քարայրի մեջ բազմեց։ Երկինքը չդատարկվեց իրենից, բայց երկիրը լցվեց իրենով։ Եվ այն ժամանակ, երբ մարդկային միտքը դեռևս հնարավորինս փորձում է ավելի մեծ տարածքներ ընդգրկել շահ ունենալու համար, ինչպիսին էր Օգոստոս կայսեր աշխարհագիրը, որպեսզի հասկացվեր ինչքան մարդ կա, որպեսզի հարկը հավաքելն ավելի հեշտ լիներ, հստակ դառնար, երկնքի եւ երկրի թագավորը խոնարհվում է, որպեսզի մարդկանց հարկը, պարտքը վճարելու քայլն անի, որն էր մեղքի եւ մեղքի արդյունքում մահվան արկայությունը մարդկանց կյանքում։ Բոլոր հին ժողովուրդների մեջ մենք տեսնում ենք, որ պատմություններ, հեքիաթներ կան, կյանքի ջրի հետ կապված անմահության ձգտումը կա։ Եվ ի վերջո այս կարոտը մարդու մեջ արտահայտվեց գերագույն կերպով այդ սպասմամբ, երբ հասկացվեց, ընկալվեց, որ երկինքն է խոնարհվել երկրին։ Եվ իզուր չէ, որ այդ գիշերը դիտարկում է հրաշքների գիշեր։ Այդ գիշերը դիտարկվում է երկնքի եւ երկրի համբուրման եւ երկունքի գիշեր։ Եվ այդ գիշեր, այո, ինչպես Քրիստոսի մկրտության եւ Սուրբ ծննդյան դրվագում ենք տեսնում, հրեշտակներն են, որ ներկա են։ Հրեշտակներն են, որ տալիս են ավետիսը։ Նրանք դինելով գիտությամբ ավելին կատարյալ մարդկանց, որոնք գիտության թերիությունն ունեն Աստծուց հեռու լինելու արդյունքում, տալիս են Աստծո հետ միացման այն գեղեցիկ տոնախմբության ազդարարը, ասելով երկնքի եւ երկրի արքան է ծնվել։ Հաշտություն է լինում երկնքի եւ երկրի միջև։ Այլևս խռովված չէ մարդ եւ Աստված հարաբերության մեջ սիրտը մարդու եւ հետեւաբար Աստված իր բարկությունը վերադարձնելու, մեղմելու մեծագույն ճանապարհն է ելել իր իսկ որդուն զոհաբերելու համար։ Քրիստոնեական ընկալման մեջ բազմաթիվ մենք տեսնում ենք ոչ միայն հոգևորականներ, այլ պարզ քրիստոնեական մտածողությամբ ծնված երգեր, օրհներգեր, որոնք փորձել են մարդկային ուրախության հնարավորինս մեծ կերպով ուրիշներին տարածում դառնալ։ Դրա արդյունքում ենք տեսնում, որ մեր ժողովրդական բանահյուսության մեջ էլ բազմաթիվ երգեր կան, որոնք ժողովուրդը երգել իրար տուն գնալով ավետիս է տվել։ Եվ որքան ցանկալի պիտի լինի, որ մենք
երբ այդ սովետական շրջանում դեռևս շատ իմաստներով, իներցիոն թերևս ուժով մնում ենք սովետական կենցաղի կրող, կարողանանք վերականգնել այն, ինչ որ հենց առաջին դարի Քրիստոսի ծննդյամբ ունեցան ոչ միայն հրեաները, այլ ամբողջ քրիստոնյա աշխարհը, որովհետև ծնվեց աշխարհի փրկիչը։ Մենք բոլորս փրկության պետք ունենք։ Մենք բոլորս մեր իսկ հաճախ փորած փոսերից ելնելու պետք ունենք։ Եվ մեր այս հատկապես արագացող կյանքի տեմպերի մեջ մենք մի պահ կանգնելու եւ հարց տալու պետք ունենք։ Իսկ Քրիստոսի գալը ինձ ինչ որ կերպ վերաբերվում է։ Ես, որ ապրում եմ գիտատեխնիկական ամենաթերևս արագ զարգացող եւ այդ զարգացումը մեր կյանք եկող դարում եւ ժամանակի մեջ, երբ մարդկանց անգամ հարաբերությունը շատ ավելի արագ է եւ մենք չենք հասցնում անձնային կյանքի մասին ավելի լուրջ մտածել, արդյոք մի պահ մենք պետք չունենք հասկանալու, մենք Աստծո պետք ունենք թե ոչ։ Կարիքն ունենք փրկչի թե ոչ։ Արդյոք մեր կյանքը արհեստական ինքնաբավություն չունի իր մեջ։ Եվ մենք հոգևոր քաղցածության զգացողությունն ունենանք տեսնելով, որ չնայած ճոխ սեղանի առաջ ենք, բայց հոգևոր ներքին բավարարվածության խնդիր ունենք։ Եվ դրա համար նոր տարվա հատկապես ընկալումները, որոնք ավելի ճոխ սեղանների հետ, ավելի որկորը լցնելու, գինարբուկների եւ հաճախ մարդկանց համար բեռ դարձող շտապողականության արտահայտությունը մենք կարողանանք վերափոխել հոգևոր տոնի։ Սա է, որ այս ժամանակի թերևս ամենաառաջնային պահանջներից մեկն է մարդկային կյանքը նյութականից դեպի հոգևորացնելու ճանապարհն անցնել։ Եվ դրա մեջ հատկապես ամեն մի քրիստոնյա իր դերն ունի, որտեղ ամեն մի քրիստոնյայի մեջ Քրիստոս կա։ Քրիստոս է կրում։ Եվ հետևաբար Սուրբ Ծնունդը իր ձևի մեջ ամեն մեկից վերածնունդն է քրիստոնեական մեր կյանքի մեջ, ցույց տալու, որ երբեք քրիստոնեությունը ժամանակավրեպ չի կարող լինել։ Երբեք քրիստոնեությունը չի կարող որպես այդպիսին անցյալ իմաստ դիտարկվել։ Եվ Քրիստոսի ծնունդը ուղղակի պարզ պատմական դեպք չէ, տարեթիվ չէ, որ մենք նշենք, այլ մեզ համար կենթանի, գործուն, մեր կյանքում մշտապես նորոգող Աստծո ներկայությունն է։ Եվ կուզենամ, որպեսզի մենք Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Մկրտության միասնական այս տոների մեջ դիտարկենք ոչ միայն մեր հոգևոր վերածնունդի կոչը, այլ նաեւ ինչպես Քրիստոս Հորդանան գետը մտնելով այնտեղ մկրտված Հովանեսի ձեռքով մեղքեր այնտեղ թողնված մարդկանց մեղքը իր վրա վերցնելով ներքին լվացումն արեց ամբողջ աշխարհի, ներքին հոգևոր մաքրություն բերեց։ Եվ այս մաքրության կոչը մեզ վրա զգանք, որ եկել է ժամանակը, որ մենք էլ մաքրվենք։ Մի տեսակ մենք էլ հոգին առավել գերադասելով մարմնին չկապվենք, պաշտամունքի չվերածենք նյութը, հագուստը, ուտելիքը, ինչպես Քրիստոսը ասում։ Նախ փնտրեցեք Աստծո արքայությունը, եւ մնացած ամեն բան ավելիով կտրվի ձեզ։ Հետևաբար ծնվել է այսօր արքան։ Եվ եթե մենք արքային ճիշտ ընկալենք, մենք արքայության զգացողությունը պիտի ունենանք եւ ինչպես որ Սաղմոսում է ասվում, ամբողջ երկիրը Տիրոջն է։ Եվ հետևաբար այդ երկրի բարիքներին եւս կարող ենք հաղորդ լինել։ Հետևաբար ձգտենք դեպի հոգևորը, որպեսզի մարմնականը ավելիով կարողանա մեր կյանքում ներկա լինել, առանց մեր կյանքը, մեր հայացքը բևեռել տալու մարմնականին։ Այսօր Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Մկրտության տոնն է։ Սուրբ Մկրտության ժամանակ Քրիստոսի վրա իջած Սուրբ Հոգով եւ ամպերից Աստծո, Հայր Աստծո ձայնը լսելու այդ մեծ գեղեցիկ արարողությամբ մենք ավետում ենք նաեւ, որ Աստված հայտնություն տեղ ունեցավ։ Եվ մենք ճանաչեցինք մեր Աստծուն ավելի հայտնի, ավելի հստակ կերպով, որը որդին էր, որ մկրտվում էր, Հոգին, որ աղավնակերպ իջավ եւ Հայրը, որ վկայեց վերևից։ Եվ միասնաբար Սուրբ Երրորդության անվամբ, այլևս մենք ամեն անգամ հռչակում ենք ասելով անվամբ Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Այն Աստծո, ով որ մեզ համար մեծագույն սիրո գրավական եղող զոհաբերությունը արեց եւ շարունակում է այդ սերը տածել մեր նկատմամբ։ Հետաբար երբ մենք միմյանց ավետիս տանք, Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց, մեր ներսում նաեւ մաղթանք եւ գոհաբանություն ունենանք դեպի երկինք ասելով. «Փառք քեզ Տեր, որ այդ սիրուն արժանացանք, անգամ եթե մեզանից շատերը մինչև վերջ դա չեն գիտակցում։ Փառք Աստծո, որ մենք մինչև հիմա այդ նույն Աստծո խնամքն ունենք մեզ վրա։ Եվ մաղթենք բոլոր նրանց, ում որ կհանդիպենք, ում տուն որ կմտնենք, ասելով. թող Քրիստոս ձեր օջախում եւս ծնվի, ձեր ներսում, ձեր սրտի մսուրի մեջ եւս ծնվի,
Եվ թող Քրիստոսի մկրտության գեղեցիկ այդ հիշատակումը մեր ներքին հոգևոր մաքրության, հոգևոր հորդանանի միջով անցնելու պատճառ դառնա եւ կարողանանք մենք էլ ուրախության տոն դարձնել սա եւ ոչ թե բեռնվածության, տխրության եւ հաճախ միմյանց ցավակցող վիճակով, որ ֆինանսապես մեծ դժվարություններով ենք անցնում։ Հետեւաբար հոգևորացնելով այս տոնը իրական ուրախությունն ունենանք եւ կարողանանք բարձրաձայն սանգի ղողաջների պես մեր տներից, փողոցներից, մեծ գեղեցիկ համալսարաններից եւ զանազան բնակության վայրերից, բարձունքներից ու ցածր տեղերից հայտարարել եւ ասել. Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս։